Հարգելի գործընկերներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների PR եւ մեդիա հաղորդակցության միջոցառումների ցանկը։ Խորհրդանշան եւ կարգախոս։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշանը ստեղծելիս նկատի է առնվել, որ այն պետք է զուգորդվի մեր ժողովրդի անցյալի, ներկայի եւ ապագայի հետ։ Գիտակցաբար ընտրել ենք անմոռուկ ծաղկի տեսք ունեցող խորհրդանշան։ Անմոռուկ, նիզաբուդկա, forget me not։ Բազմաթիվ լեզուներով ծաղկի անվանման ստուգաբանությունն արտահայտում է միևնույն իմաստը՝ հիշիր, հենց դա էլ ցեղասպանության 100-րդ տարելիցի հիմնական հաղորդագրությունն է։ Ծաղկի 5 պսակաթերթիկները խորհրդանշում են այն 5 մայրցամաքները, որտեղ հանգրվան գտան ցեղասպանությունից մազապուրց հայորդիները։ Նրանք սփռվեցին աշխարհով մեկ, դառնալով հայոց մեծ սփյուռք։ Այսօր այդ 5 մայրցամաքներում ապրում են մարդիկ, ովքեր դատապարտում են ցեղասպանությունը եւ յուրաքանչյուրի համար ընդունելի է այս կարգախոսը՝ հիշում եմ եւ պահանջում։ Ծաղիկն ունի 4 հիմնական գունային բաղադրիչ՝ մանուշակագույն, բաց մանուշակագույն, դեղին եւ սև։ Դրանցից յուրաքանչյուրն ունի իր որոշակի իմաստը։ Սև գույնը խորհրդանշում է եղեռնի սարսափներն ու հիշողությունը ցեղասպանության մասին, անցյալ։ Ներսի ճառագայթաձև բաց մանուշակագույնը գաղափարին համամասնակից լինելն է, ներկա։ Որպես խորհրդանշանի գերակշռող գույն առաջարկում ենք մանուշակագույնը։ Այն լայնորեն տարածված է հայկական ինքնագիտակցության հիմք հանդիսացող հայոց եկեղեցու սպասավորների հանդերձանքի տարրերում, ապագա։ Դեղին գույնով պատկերված է ապրելու եւ արարելու հույս պարգևող արևի լույսը, ծիծեռնակաբերդի հուշահամալիրը խորհրդանշող շրջանաձև դասավորված 12 մույթերի տեսքով, հավերժություն։ Մեր կողմից ներկայացված խորհրդանշանը հուշանվերների ձևով կիրառելու լայն հնարավորություն է ընձեռում։ Առաջարկում ենք ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշանի տեսքով կրծքանշաններ, մետաղյա, կտորից, ստվարաթղթե, շապիկներ, որոնց վրա ծիծեռնակաբերդի հուշահամալիրի եւ ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշանն է, ինչպես նաեւ խորհրդանշանի գույներով ձևավորված հուշաժապավեններ։ 2015 թվականի ապրիլի 22-ից տարբեր երկրներում տեղի ունեցող երթերի, միտինգների մասնակիցներին եւ սովորական անցորդներին կբաժանվեն հատուկ պատրաստված ու հեշտորեն հագուստին ամրացվող հուշաժապավեններ։ Վերանշված հուշանվերները կբաժանվեն նաեւ ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մասնակիցներին։ Կպատրաստվի ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշանը եւ կարգախոսը պատկերող 2 տեսակի պաստառ։ Դրանցից մեկը սպիտակ ֆոնով օգտագործվելու է ամբողջ տարվա ընթացքում, բացառությամբ ապրիլի 24-ի, այդ օրը օգտագործվելու է սև ֆոնով պաստառը, որպես սգո եւ հիշատակի օրվա նշան։ Քաղաքներում տեղադրված գովազդային վահանակների համար մշակվել է արդեն ծանոթ դիզայնի լայնաֆորմատ տարբերակ։ Լայնաֆորմատ պաստառը յուրաքանչյուր երկրում կներկայացվի համապատասխան լեզվով։ Կպատրաստվեն նաև տվյալ վահանակների անիմացիոն տարբերակները LED էկրանների վրա տեղադրելու համար։ Ստեղծվել է genocide100.org կայքը, որտեղ տեղադրված կլինեն բոլոր նյութերը, որոնք բարձր որակով հասանելի կլինեն նաև ներբեռնելու համար։